Բնատուրը առաջարկում է գեղեցիկ նվերային փաթեթներ, որոնք պարունակում են դեմքի խնամ, մազերի խնամ։ Սա լավագույն նվերն է, որովհետև ձեր սիրելիները բնատուրի շնորհիվ կշողան եւ տոների ժամանակ, եւ տոներից հետո մշտապես։ Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի դեկտեմբերի 18-ն է։ Ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի։ Մեկը, որ այսօր առողջապահության նախարարություն Լույսի բանակի անունից ներկայացվեց հարցադրումներով առաջին դիմումը կապված թուրքական շտապօգնության հետ, որը չգիտես ոնց հայտնվել էր Հայաստանում, Երևանում ու տենց ազատ շրջում էր։ Ու դրա մասին մանրամասն կանադառնամ, անգամ հարցադրումը ձեզ կներկայացնեմ, կասեմ հետո որ կառույցներին է ներկայացվելու ու մի խոսքով լիքը հետաքրքիր բաներ ունեք այդ թեմայով լսելու, թե այն մարդիկ, ովքեր մտահոգված են ու տենց իմպես բարձրաձայնում են ու անհանգիստ են, ու նաև այն մարդիկ, ովքեր ասում են բան չկա, հանգստացեք, չգիտեմ ինչ, սա բոլորին է վերաբերվելու, հենց որ բոլորս պետք է հետևենք այդ ընթացքին։ Քիչ հետո դրա մասին մանրամասն, բայց մինչև այդ ուզում եմ խոսալ նաև մի երևույթի մասին, մի իրականության մասին, որը հենց հիմա այս պահին, մինչև ես այս տեսանյութը նկարում եմ, տեղի է ունենում Էջմիածնում։ Խոսքը վեհափառ պաշտպանող ու վեհափառի հրաժարականը պահանջող երկու մասի բաժանված ժողովրդի մի զանգվածի մասին է։ Ինչի համար է դա իմ աչքի ու գիտակցության համար տհաճ, որովհետև քրիստոնյա ժողովրդի հավատքի այդ սրբության կրոնի մայրաքաղաքում Էջմիածնում հավաքվել է այդ նույն քրիստոնյա ժողովուրդը ու այն ինչ իրանք համարում են Աստծո տուն, այսինքն եկեղեցին ու էնել մայրաթոռը, տհաճ է անկեղծ, կանգնած գոռում են։ Մեկը գոռում է վեհափառ, մեկը գոռում է հեռացի, մեկը գոռում է վեհափառ, այնի գոռում է հեռացի։ Այդտեղ մենակ Աստծո անունը պետք է բարձրաձայնել, քրիստոնյա հայեր։ Դա չի հարցը, ստեղ հարցը նաև այլ է, որ այս ամեն ինչը զարգացել է քաղաքական դիրքորոշումների հիման վրա։ Սա ավելի տհաճ է։ Ու ժողովուրդը չի փրկվելու, ժողովրդի խնդիրների լուծումը չի լինելու ոչ իշխանական շոուների մեջ, ոչ էլ կեղծ ընդդիմական պաշտպանությունների։ Այդտենց պաշտպանող ընդդիմություն էիք, լիքը հարց կար, որտեղ պետքա պաշտպանեիք, ուր էիք։ Երբ որ մենակ Լույսի բանակն էր պայքարում ու պաշտպանում։ Հայ ժողովրդի հարցը, խնդիրը, ապագան, ամեն ինչը լուծվելու է նոր ազգային պատասխանատվություն կրող քաղաքական ուժով։ Ընդհանրապես մի հատ կոչ կանեմ, թե այն կողմի, թե մյուս կողմի իմ հայ ժողովրդին։ Չտրվեք քարոզչական մեքենայի շնորհիվ ձեզ ներարկած պառակտումներին։ Չգնաք միմյանց հետ բախումների, որովհետև դուք նույն միս ու արյունից եք։ Դրա համար միակ խնդրանքը սա, պահանջը սա, երկու կողմին էլ ժողովրդին, սովորական ժողովրդին, միամիտ այնտեղ հայտնված։ Չտրվեք ոչ մի հոգեբանական սադրանքի, հստակ գիտակից կանգնեք ձեր ոտքի վրա ու իմացեք, որ ձեզ ամենահարազատը հենց ժողովուրդն է, ժողովուրդ։ Դուք եք իրար հարազատ, ես մենակ այսքանը կարամ ասեմ։ Մնացածը ում ինչ հարց հետաքրքրի, ստեղից ձեր համար առանձնացրեք, ոնց որ ամեն կիրակի տենց էլ էս։ Ես կաշխատեմ երեկոյան 22:00 լինել ուղիղ եթերում, կգաք ձեր հարցերով, հարցերը կտակ ավելի հանգամանալից կպատասխանեմ։ Այս թեման անցանք։ Ինչ վերաբերվում է Երևանում հայտնված թուրքական շտապօգնության մեքենային։ Ոնց որ ասեցի, այսօր արդեն առաջի հարցադրումներով դիմումը տրվեց առողջապահության նախարարությանը։ Ես հիմա կընթերցեմ այդ հարցերը, որպեսզի ամեն ինչ լինի պարզ ու հանրային, ու շատերի համար էլ քթներին ու չգիտեմ գլխներին օղ, որ հանգարց չփորձեն այսուհետ
լույսի բանակին սաստելու իբր նպատակներով սպառնան կամ չգիտեմ ինչ անեն։ Ես երեք, չէ, հենց երեք մի օր անցել։ Ես հանրային խոստացա, որ այդ դիմումները տրվելու են, պատասխանները ստացվելու են, մենք մեր խոսքի տերն ենք։ Առողջապահության նախարարությունից հետո այլ հարցադրումներով դիմում գնալու է ազգային անվտանգություն, որպեսզի ստանանք պատասխաններ, որից իրանք տեղյակ են ու մեզ տեղեկացնեն, հետո սահմանային ծառայություն, չնայած դա պատկանում է ԱԱՑ-ին, բայց ամեն մեկ ունի իր պետը։ Ու ամենաթույլ հարցերը բաժին են հասել առողջապահության նախարարությանը։ Ամենահիմնարար ու կարելի ասել սուր հարցերը վաղը ու մյուս օրը գնալու են նշածս կառույցները։ Ես հիմա ուզում եմ, որպեսզի դուք իմանաք ու տեղյակ լինեք, թե առողջապահության նախարարություն ինչ հարցադրում ենք ուղարկել ու ինչի պատասխան ենք սպասում։ Ես ամբողջ տեքստը չեմ կարդա, որ շատ երկար չտևի, այլ միանգամից կընթերցեմ հարցերը, որովհետև ամբողջ տեքստը բաղկացած է նրանից ինչ հիմունքներով, ինչ օրինական իրավունքներով, ոնց ենք դիմում, ինչ ենք անում, ում ենք դիմում եւ այլն։ Դա պարզ է, դիմել ենք առողջապահության նախարարություն։ Ու հարցերն են Հայաստանի Հանրապետության տարածքում թուրքական շտապ օգնության մեքենայի ազատ տեղաշարժի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն առայն, թե տվյալ շտապ օգնության մեքենան առաջինը, որ պետական մարմնի որոշմամբ կամ թույլտվությամբ է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ես ասում եմ, առողջապահության ամենապրիմիտիվ հարցերն են բաժին հասել ու սրանց պատասխաններն էլ է կարևոր։ Ու նաև ուզում եմ տեղեկացնել, թե առողջապահության նախարարությանը, թե որ հեսա մեր դիմումները ստանալու են ազգային անվտանգությունը, թե սահմանային ծառայությունը, բոլորը, որ այս հարցերի պատասխանները լրիվ այլ տվյալներից, այլ աղբյուրներից, այսինքն տվյալները ունենք ու շատ ցանկալի կլինի նոր գլխացավանքներ չլինելու համար, նոր ինչ-որ ուրիշ բաներ չլինելու համար, բոլոր պատասխանները համընկնեն։ Մեր աղբյուրները մեզ չի, որ օդից կախված լուրեր են կամ չգիտեմ, սրաներապես բամբազ բյուրոներ են։ Ինձ թվում է ով ԱԱՑ-ն գիտի մեր տեղեկատվական աղբյուրները։ Ու կարա հորդորի առողջապահության նախարարությանը, որպեսզի ավելի այտենց adekvat մոտենան, առաջինը ուղարկել ենք Անային առողջապահության նախարարություն, դրա համար տալիս եմ իրանց անունը, որպեսզի տակ ավելի հստակ ու իրականությանը մոտ պատասխաններ։ Սա զուտ է, որ իմ պարտքը համարեցի բարձրաձայնեմ, որպեսզի իմանաք, որ հերթական ինչ-որ ծածկադմփոց փակոցից հրոցի լույսի բանակը չի ընդունել ու չի կարա ընդունի։ Ու հիմա հարցերն են, որոնց պատասխանները սպասում ենք։ Առաջինը կարդացի, որ պետական մարմնի որոշմամբ կամ թույլատվությամբ է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք թուրքական շտապ օգնության մեքենան։ Երկրորդը, ինչ նպատակով է իրականացվել մուտքը եւ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության ներսում։ Այս հարցերը հիմնված են հանրային կասկածների վրա, բոլոր կասկածների։ Կան կասկածներ ինչ նպատակով է եկել, հարցը ուղիղ տրված է, ինչ նպատակով է իրականացվել մուտքը ու տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երրորդը, արդյոք արկա է բժշկական ուղեգիր կամ պաշտոնական հրավեր, որը հիմնավորում է տեղափոխման անհրաժեշտությունը։ Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել դրանց պատճենները։ Չորրորդը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նախապես տեղեկացված եղել է հիշյալ մեքենայի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու եւ առհասարակ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու նպատակների մասին։ Եթե այո, ապա բացի առողջապահության նախարարությունից, որ Հայաստանի Հանրապետության բժշկական կառույցն ու կոնկրետ պաշտոնատար անձն է տեղեկացված կամ ներգրավված եղել այդ գործընթացում։ Այս հարցի պատասխան ստանալը ունի իր կոնկրետ պատճառները, որովհետև սրանից էլ կախված է հետոն լույսի բանակը ինչ կանի։ Հինգերորդը, արդյոք տվյալ շտապ օգնության մեքենայում գտնվել է հիվանդ, որովհետև հանրությունը այդ կասկածն էլ ունի։ Մարդիկ ասում են հիվանդ չի եղել, էս է եղել, մի խոսքով։ Ու բոլորին եմ զգուշացնում ու տեղեկացնում, որ սա որևէ տրամադրվածության պորտկում չի։ Այլ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լավ է, նորմալ է, ժողովրդին ասենք, որ ամեն ինչ նորմալ է։
Ոնց գիտեք, տենց է, նորմալ է, բան չկա, թեման փակենք։ Այս է նպատակը, ոչ թե ինչ-որ կոնկրետ տրամադրվածություն, որ մի բան տենց անպայման այն չլինի։ Ես շատ եմ ուզում, որ ամեն ինչ ճիշտ լինի, հարթ լինի, համ հանրությունը հանգստանա, համ էլ ամեն ինչ ընկնի իր տեղը։ Դրա համար այս հարցերը տրված են, որ արդյոք տվյալ շտապօգնության մեքենայում գտնվել է հիվանդ, եւ եթե այո, խնդրում ենք տրամադրել հիվանդի բժշկական փաստաթղթերի իրավական գոյության փաստը հիմնավորող ապացույցներ, առանց անձնական տվյալների հրապարակման։ Սա մի հատ էլ կարդամ, այն որ ասում է ես գիտեմ ինչ եմ անում, էլի։ Ու կխնդրեմ ուշադիր լսել 5-րդ հարցը կոնկրետ։ Արդյոք տվյալ շտապօգնության մեքենայում գտնվել է հիվանդ, եւ եթե այո, խնդրում ենք տրամադրել հիվանդի բժշկական փաստաթղթերի իրավական գոյության փաստը հիմնավորող ապացույցներ առանց անձնական տվյալների հրապարակման։ Կարծում եմ պարզ է։ 6-րդ հարցը, որ երկրի բժշկական հաստատությունն է հանդիսացել հիվանդին ուղարկող կողմը եւ որ բժշկական հաստատությունն է նախատեսված եղել որպես ընդունող կողմ Հայաստանի Հանրապետության տարածքում։ 7-րդ հարցը, քանի անձ է գտնվել մեքենայում Հայաստանի Հանրապետություն մուտքի պահին ու Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժի ընթացքում։ Ու վերջի 8-րդ հարցը, մեքենայում եղած անձիկ եղել են բացառապես բուժանձնակազմ, թե նաև այլ ուղեկցողներ եւ որ երկրի քաղաքացիներ են հանդիսացել։ Ես նորից եմ ասում, որ այս հարցերի պատասխանները ոչ թե օդից կախված լուրերից, ոչ թե ինչ-որ բամբաս բյուրոներից, այլ ավել հարցեր էլ կտայինք առողջապահության նախարարությանը, չենք տվել, որովհետև հստակ ու 100%-ով պատասխանները չգիտենք, որովհետև ինչ էլ պատասխանեինք չէինք կարող ոչ ասեինք ճիշտ է, ոչ էլ հակադարձեինք մեր ունեցած փաստերով։ Սրանք այն հարցերն են, որոնք եթե գա սխալ պատասխան, մենք ունենք հստակ փաստարկներ տարբեր ֆորմատի ապացույցներով հակադարձելու։ Դրա համար եւս մեկ անգամ, տեսեք, չեմ ասում հորդոր, կոչ, խորհուրդ, խնդրանք առողջապահության նախարարությանը, պատասխանեք ոնց կա։ Վաղը այլ հարցերով, որոնք սենց թեթև չեն ու սենց բանի մեջ չեն, ուղակի հասարակական կասկածների հիման վրա չեն միայն, այլ հստակ պետականամետ դիրքորոշումից ելնելով ծագած հարցեր, կապված ազգային անվտանգության, պետական սահմանի ու շատ ուրիշ բաների հետ։ Թվով ու քանակով են ավելի շատ, քան առողջապահության նախարարության հարցերը։ Ինչ համար եմ այս ամեն ինչը բարձրաձայնում, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի մեր գործունեությունից, մեր հարց ու պատասխանից, անգամ տեղեկացված լինի դրդապատճառից, թե ինչի համար մենք էսել արեցինք, թե ինչի համար ենք հետո մյուսն էլ անելու, ովքեր նայել են գիտեն էլի։ Ու տեսեք, կրկնվեմ, այս ամեն ինչը այն դեպքում, որ մեր համար այդ թեման փակվել գնացել էր։ Հիմա ամեն ինչ բաց ու հանրային կպարզաբանվի բոլորի համար, կպարզվի, որ այն մարդիկ, ովքեր մտահոգ էին, ապրեն բոլորը, ովքեր մտահոգ էին, բայց անհիմն էր, որովհետև ամեն ինչ նորմալ է, կասենք ժողովուրդ ջան, անհիմն էր ձեր անհանգստությունը, բայց ապրեք, որ անհանգիստ եք։ Ու այն ովքեր ասում էին հանգստացեք, բան չկա, ճիշտ է, խոսքս այն տգեղ տոնի մեջ խոսացողներին չի վերաբերվում։ Այն որ արա, բաս, դրանք էդի հետ, չեմ էլ ճանաչում, չեմ տենում, վուպոր չեմ տենում դրանց։ Բայց այն մարդիկ, ովքեր ասում էին հանգստացեք, ամեն ինչ նորմալ է, կասենք իրանք ճիշտ էին։ Եթե չէ, հետագան չէից հետո կտեսնեք։ Ու առողջապահության նախարարությունը ասաց, որ կպատասխանի մեզ աշխատանքային 5 օրից մինչև 30 օր։ Կսպասենք։ Նույնը ինձ թվում է կասի ԱԱԾ-ն ու մյուս կառույցները, ուր հարցադրումներով դիմումները կուղարկվեն։ Սա հստակ ցույց է տալի մի բան, որ եթե անգամ բողոքող կողմերը
այս ինչ ավտո էր, այս ինչ ստատուս գրառում ինչ որ եզրակացություններով ու ենթադրություններով անող անդիմադիր ուժերի ի տարբերություն այդ բոլորի միակ ով գործ անում մենք ենք, որովհետև հստակ պահանջում ենք հստակ իրականություն, որ տեսնենք ընդհանուր պատկերը, որ հասկանանք իրականում ինչ է կատարվում, միգուցե նորմալ է, միգուցե աննորմալ է, բայց ճշտել է պետք։ Ոչ թե բորբոքվել, խոսալ, անիծել, քրֆել, անցնել առաջ, մոռանալ, մոռացավ գնաց, վերջ։ Չէ։ Բան կա դուրներս չի եկե, կասկածներ կա, հերիքա ազգովի բոլոր կասկածները մեր մեջ սպանենք։ Ու գիտեք ինչ պատճառաբանություններով, որ մեկը մենք ինչ կարանք անենք, մեկը ինչ ուզում անում են, ոչ։ Դա խոստովանություն է, որ դուք թույլ եք, իսկ դուք թույլ չեք։ Լույսի բանակը ձեզ վառ օրինակ ու լույսի բանակային կազմակերպությունն է, որի անդամ ու մաս կարող կազմի ձեզանից յուրաքանչյուրը ու դառնաք այս նույն ուժի պահանջատիրության ու հստակ գործողությունների մի մաս, ոչ թե լինեք մի կուսակցության մաս, որը ուղղակի կա, լինեք մի կազմակերպության մաս, որը ընդհանրապես բարձրաձայնում է ու անցնում է առաջ, այլ լինեք ռեալ իրական գործի մի մաս, որովհետև լույսի բանակի կարգախոսը իզուր չի, որ մենք գործողություն ենք, որ կատարվում ենք, այո, մենք կատարվող գործողություն ենք, ու մեզ պետք եք դուք ժողովուրդ, որովհետև այս ամեն ինչը դիմում հասցնելը, կազմելը, գրելը, դա օգնություն է, որ մեկս մեկով անում ենք, ես մենակ չեմ անում, դուք էլ կարող կազմեք այս ամեն ինչի մաս, մանավանդ այն մարդիկ, ովքեր այս կամ կուսակցության կամ կազմակերպության մաս են կազմում, որոնք բացարձակ ոչ մի բան չեն անում, բացի ուղղակի գոյություն ունենալուց, պետ ռեգիստրում ինչ-որ բացել են կուսակցություն ու կան, վերջ, մաքսիմում ինչն է, գնանք ընտրությունների մի քանի ձեն փախցնենք եւ այլն, ուզում եք պայքարեք հայրենիքի համար, մենակ լույսի բանակի հետ, այս թեման դնենք մի կողմ, մեկը գիտակցողն ու հասկացողը դա գիտակցում ու հասկանում է, բայց նաև ուզում եմ բոլորիդ տեղեկացնել հայր ջան, որ այս ամեն ինչին զուգահեռ, բացի հարցադրումներ ուղարկելը Հայաստանի տարածքում, լույսի բանակի անդամները, ովքեր ապրում են Հայաստանից դուրս ու այս թեմայի հետ կապված ճիշտ վայրերում, հարցադրումներ էլ որոշ արվում են այնտեղ։ Այս ամեն ինչը համադրած բոլորդ կիմանաք ու ավելի քան պարզ կհասկանաք ինչա կատարվում ու ինչա պետք անել։ Տեղին էր ձեր մտահոգությունը, թե չէ։ Որ մտահոգությունը տեղին էր, դա միանշանակ, բայց հիմքերը արդարացված են կասկածները, հա, ասենց ասեմ, թե չէ։ Ամեն ինչ պարզ կլինի։ Եղեք հետևողական իմ ալիքին, եղեք հետևողական լույսի բանակի ու իմ անձնական տելեգրամ ալիքներին, որովհետև դրանք միակ տարբերակներն են ձեր հետ կապը պահելու, ձեզ մեր խոսքը հասցնելու ու ամեն ինչի մասին տեղեկացնելու։ Ուրիշ ռեսուրս չունենք մեդիա հարթակում։ Էսա դրա համար ով բաժանորդագրված չի, բաժանորդագրվեք, ոնց որ մարդամեկներ մեր տելեգրամ ալիքին գրե այդ Ալոյանը, մենք հասկանում ենք, որ լայքերի համար եք անում։ Հիմա Ալոյան ջան, դու էլ լայքի, այդ որ սպառնում էիր, տենց վախացնում էիր։ Կարաս բաժանորդագրվես էլ, որ հաջորդ զարգացումներին կարողանաս առաջինը տեղեկանաս։ Ու նորից անդրադառնամ մեջ միացնին, նորից խնդրանքով, ժողովուրդ, ձեր ամենահարազատը ժողովուրդն է, սա միշտ հիշեք, չտրվեք ոչ մի հոգեբանական սադրանքի, տերևս այսքան է, կհանդիպենք, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում, Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքների, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքների, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ օրհնի յուրաքանչյուրիդ։